Ողջույն բոլորին։ Գիտեք, այսօր մենք խոսելու ենք մի բանի մասին, որն անընդհատ մեր կողքին է, մենք այն միշտ վերահսկում ենք, բայց հազվադեպ ենք դրա շուրջ խորում։ Մենք կատարելու ենք ապշեցուցիչ մի ճամփորդություն ժամանակի միջով, հասկանալու համար, թե ինչպես է մարդկությունը սովորել չափել այն։ Հավանաբար ձեզ համար անակնկալ կլինի, բայց մարդկության ամենաառաջին ու ամենամեծ ժամացույցը հենց ինքը մեր երկիր մոլորակն էր։ Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ նկատեցին մի շատ պարզ, բայց հանճարեղ օրինաչափություն։ Արևածագից մինչև հաջորդ արևածագնկած ժամանակահատվածն անվանեցին օր, այսինքն գիշերվա եւ ցերեկվա հերթափոխությունը, որը պայմանավորված է երկրի իր առանցքի շուրջ պտույտով, մարդուն տվեց ժամանակը զգալու առաջին հստակ կողմնորոշիչը։ Եվ հենց այս պարզ բնական դիտարկումն էլ սկիզբ դրեց ժամանակի չափման են հիմնարար միավորներին, որոնք մենք անփոփոխ օգտագործում ենք մինչև օրս՝ վայրկյան, րոպե, ժամ, օր, շաբաթ, ամիս եւ տարի։ Հետաքրքիր է, չէ՞։ 7 օրերն են կազմում մեկ ամբողջական շաբաթը։ Արևային ժամացույցներ եւ իհարկե Հայաստանը։ Հասկանալի է, որ մարդկությունը չէր կարող բավարարվել միայն օրերը հաշվելով։ Մեզ պետք էր շատ ավելի ճշգրիտ չափել օրվա ընթացքը, հասկանալ, թե օրվա որ ժամն է հիմա։ Եվ ահա ստեղծվեցին արևային ժամացույցները, որոնք նաև կոչվում են գնոմոններ։ Օրվա ընթացքում արևի դիրքի փոփոխությունը հատուկ հարթության վրա ստվերներ էր գցում, հստակ ցույց տալով ժամանակի ընթացքը։ Գիտեք, որ հին Հայաստանում արևային ժամացույցների կիրառումն ուներ հսկայական տարածում եւ կարեւորություն, դրա վառ ապացույցը մեր պատմական կոթողներն են։ Եթե եղել եք Զվարթնոցի տաճարում կամ Գոշավանքում, հավանաբար նկատած կլինեք նրանց պատերին խնամքով քանդակված այս գնոմոնները։ Դրանք մինչ օրս կանգուն են եւ հիանալի կերպով վկայում են ժամանակի ընկալման հարցում հայերի խորը աստղագիտական գիտելիքների մասին։ Իսկապես որ հպարտանալու առիթ է։ Ցանկացած վաղ հայտնագործություն ունի նաեւ իր խոցելի կողմերը։ Արևային ժամացույցը մի շատ լուրջ թերություն ուներ։ Ինչ էր պատահում, երբ արևը մայր էր մտնում, կամ, ասենք, երկինք ամբողջովին ծածկվում էր ամպերով։ Ճիշտ է, արևային ժամացույցը այդ պահին դառնում էր լիովին անօգուտ։ Սա իսկական ճգնաժամ էր, որն անհապաղ նոր լուծում էր պահանջում։ Եվ մարդկային միտքը գտավ այդ լուծումը։ Արևի բացակայության խնդիրն անմիջապես ծնեց նոր ու հանճարեղ գաղափարներ։ Ի հայտ եկան ջրային ժամացույցները, որոնք հայտնի են նաև որպես կլեպսիդրա, ինչպես նաև ավազի եւ նույնիսկ մոմե ժամացույցները։ Փականոթներում ավազի հատիկների կամ ջրի կաթիլների աստիճանաբար համաչափ տեղաշարժն անցխալ կերպով սկսեց չափել ժամանակը։ Իսկ հիմա եկեք մի պահ խորենք մեր ամենօրյա խոսքում արմատացած մի շատ գեղեցիկ արտահայտության մասին։ Ժամանակը հոսում է։ Գիտեիք, որ այս արտահայտության ծագումն անմիջականորեն կապված է հենց ջրային եւ ավազե ժամացույցների հետ։ Ջրի կամ ավազի անընդհատ, անդադար եւ միանման հոսքն է, որ ծնունդ է տվել այս ճգնաղ եւ որոշ չափով ֆիլիսոփայական ձևակերպմանը։ Հարյուրամյակներն անցնում էին եւ տեխնոլոգիաներն անհավանական թռիչք կապրեցին։ Իհայտ եկան առաջին մեխանիկական ժամացույցները, իսկ ապա գրպանի եւ ձեռքին նրբագեղ սարքերը։ Պարզապես տեսեք, թե ինչ հսկայական ճանապարհ է անցել մարդկությունը։ Եկեղեցիների անշարժ վիթխարի պատերից մենք հասանք մի կետի, որտեղ յուրաքանչյուրս կարող է իր գրպանում կամ դաստակին կրել ժամանակը զսպող մի փոքրիկ սարք, եւ այսօր դրանց փոխարինելու են եկել էլեկտրոնային ու նույնիսկ խելացի ժամացույցները։ Ժամացույցն աստիճանաբար դարձավ ոչ միայն առօրյա իր, այլև գիտական խիստ ճշգրիտ գործիք։ Օրինակ, վայրկյանաչափն այսօր պատվավոր տեղ է զբաղեցնում աստղադիտակի, կշեռքի եւ ջերմաչափի կողքին։ Այն թույլ է տալիս չափել ժամանակի ամենափոքր, անգամ աննկատելի միավորները, օգնելով գիտությանն ու սպորտին հասնել նորանոր բարձունքների։ Դե ինչ, եկեք ամփոփենք մեր այսօրվա ապշեցուցիչ ճամփորդությունը։ Ամեն ինչ սկսվեց պարզապես երկրի պտույտը դիտարկելուց։ Ապա մեր նախնիները ստեղծեցին արևային ժամացույցները կամ գնոմոնները, հատկապես տպավորիչ օրինակներ թողնելով Զվարթնոցում եւ Գոշավանքում։ Հետո եկան կլեպսիդրաներն ու մոմե ժամացույցները, եւ վերջապես մենք հասանք այն ամենին, ինչ ունենք այսօր՝ մեխանիկականից ու գրպանի սարքերից միջև ժամանակակից խելացի ժամացույցները, որոնք ճշգրտությամբ կառավարում են մեր ողջ առօրյան։ Սակայն գիտեք, թե որն է այս ամենի գլխավոր իմաստը։ Ժամանացույցներն ուղղակի ժամանակ չափող մեխանիզմներ չեն, դրանք մեզ մի շատ կարևոր դաս են տալիս։ Պատահական չէ, որ ժողովրդական իմաստությունն ասում է ժամանակը ոսկի է, եւ սա պարզապես գեղեցիկ խոսք չէ։ Դա նշանակում է, որ ժամանակը ճիշտ այնքան թանկ ու անփոխարինելի է, որքան իսկական ոսկին, եւ մենք պարտավոր ենք այն խնայել ու շատ ճիշտ տնօրինել։ Ինչպես նշում են գիտուն մարդիկ, մենք պետք է գնահատենք ներկայի ամեն մի ակնթարթը։ Իսկ գիտեք ինչու։ Որովհետև այդ ակնթարթը չափազանց արագ դառնում է անցյալ։ Եթե դուք կարող եք այսօր մի լավ բան անել, օգնել ընկերոջը, նոր բան սովորել կամ ուղղակի լավ գործ կատարել, ապա վաղվա մի թողեք։ Պետք չէ արդարացումներ փնտրել։ Փոխարենը պարզապես
Արա հենց հիմա, որ ձեր ժամանակը հենց ձեր ամենամեծ հարստությունն է։ Օգտագործեք ձեր յուրաքանչյուր րոպեն իմաստությամբ, սովորեք, ուրախացեք եւ արեք բարի գործեր։ Շնորհակալություն այսօր ինձ հետ լինելու համար, կհանդիպենք շուտով։